Երևանում, ինչպես Փարիզում կամ Բարիգալուստ Ֆրանկոֆեստ, Յումեգը արդեն 3-րդ անգամ կազմակերպել է գրական ճանապարհորդություն։ Միջազգային գրքի ու արվեստի փառատոնը լի է նոր գրքերով, երաժշտությամբ ու հանդիպումներով։ Մեր գլխավոր նպատակը հետևյալն է՝ թարգմանել եւ ներկայացնել ժամանակակից գրականությունը, որը ստեղծվում է ֆրանսերեն լեզվով, որում ոչ միայն Ֆրանսիայում, այլև ֆրանկոֆոն երկրներում։ Դրան ներգրավվել ֆրանսերեն իմացող եւ ուսանողների, եւ դասախոսներին, եւ լսարաններին, եւ ֆրանկոֆոն գրականությունը կծառայի առիթ եւ պատճառ, որպեսզի մենք ավելի մեծ զրույց ունենանք հենց ֆրանկոֆոն գրականության եւ ընդհանրապես գրականության մասին։ Գրքի ու արվեստի փառատոնին ներկայացվեց 4 նոր ֆրանսալեզու գիրք հայերեն թարգմանությամբ։ Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա, Գոնկուր ակադեմիայի անդամ Պասկալ Բրուկներն է, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու իր հեղինակած «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը նոր հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գրողների համար։ Սա իմ առաջին գիրքն է Հայաստանում եւ ես բավական անհանգիստ եմ տեսնելու, թե ինչպես մարդիկ կընդունեն այն։ Հայ-ֆրանսիական կապերն ավելի քան 1 դարի պատմություն ունեն։ Գրականությունն այդ համագործակցության մի մասն է։ Գրականությունը պատուհան է, որով հաղորդակից ես դառնում աշխարհին։ Հայ ընթերցողների համար ֆրանսիական գրականությունը հնարավորություն է մտքով ճանապարհորդելու տարբեր աշխարհներ։ Ֆրանկոֆեստ 2025 միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը արդեն 3-րդ տարին է Ակբա բանկն է։ Բանկի եւ Նյումեգ հրատարակչության առաջին համատեղ աշխատանքը մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի վեպի հայերեն հրատարակումներ։ Ակբա բանկի հետ Յումեգը համագործակցում է իր հրատարակչական ծրագրի երևի առաջի օրվանից։ Ակբա մեր հետ է եղել վերջին 7 տարիներին։ Ուրախ ենք, որ նաեւ Ֆրանկոֆեստի գլխավոր գործընկերն է արդեն 3-րդ տարին անով մեջ։ Այդ իմաստով մենք շատ գնահատում ենք բանկի հավատարմությունը եւ նաեւ հանձնառությունը աջակցել ժամանակակից ֆրանկոֆոն եւ որակյալ բովանդակության ստեղծմանը։ Բովանդակություն, որը ծառայում է առաջի հերթին Հայաստանի Հանրապետությանը եւ նաեւ իր ընթերցողներին, որպեսզի ստեղծվի մշակույթ եւ թարգմանվի գրականություն, որը կօգնի այսօրվա սերնդին ավելի արագ եւ ավելի հեշտ կողմնորոշվել այս մեր ժամանակներում։ Ֆրանկոֆեստը 1 օրով համախմբում է ֆրանսիական ժամանակակից գրականության եւ արվեստի սիրահարների եւ խթանում ընթերցանության մշակույթը։ Ֆրանկոֆեստը շատ մեծ հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալու ֆրանսիական գրականությանը, լինել այդ ամբողջ ֆրանսիական մշակույթի եւ արվեստի մեջ։ Այս ձևով Հայաստանում զարգանում է ֆրանկոֆոն եւ ոչ միայն ֆրանկոֆոն, այլև գիրք կարդալու մշակույթը։ Իր հիմնական նպատակը նրանն է, որ ֆրանկոֆոն գրականությունը թարգմանվի հայերեն եւ տարածվի Հայաստանում։ Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը ներկայացրեց իր Գոնկուր մրցանակակրին։ Ազգային ժյուրիի ընտրությամբ Գոնկուրի հայաստանյան հաղթողը Գաել Ֆայի Ժակարանդա վեպն է։ Հեղինակը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի 1 դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։ Ֆրանկոֆեստն ասում է մինչ նոր հանդիպում եւ կեցցե գրականությունը։